300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ В конце 80-х 1980-ից 90-ական թվականների սկզբին Հայաստանից տեղահանված 300,000 ադրբեջանցիների համայնքը պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, կոչ անելով իրենց համար ստեղծել վերադարձի եւ վերաինտեգրման համապատասխան պայմաններ։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց։ Եթե ամեն դեպքում 300,000 ադրբեջանցիներ կան Հայաստան, հնարավոր Դա մտածածին բան, այդպիսի բան չի լինի։ Ադրբեջանը հայտարարում է, թե 1980-1990-ականներին Հայաստանից իբր 300,000 ադրբեջանցի է վտարվել եւ պահանջում է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար։ Թեման առաջիկայում քննարկելու են նաեւ Նախիջևանում վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսում։ Արդյոք ադրբեջանի նպատակներն այս հարցում լուրջ են, թե այսպիսի խոսույթով փորձ է արվում կանխել արցախցիների վերադարձի Բաքվից, Սումգայիթից ու այլ քաղաքներից բռնագաղթածների թեման։ Ադրբեջանի կողմից Արևմտյան Ադրբեջան եւ Արևմտյան Ադրբեջան վերադարձ հայցակարգերը ամբողջությամբ արհեստածին են եւ կեղծ են։ Չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ Ադրբեջանը ամբողջությամբ եւ լիարժեք կերպով այս ծրագրերը ներառել է իր արտաքին քաղաքական զինանոցում։ Դրանք օգտագործում են Հայաստանի եւ հայության նկատմամբ ճնշում բանեցնելու, Հայաստանի պետության վրա ճնշում գործադրելու եւ ավելի հեռահար տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական ազդեցության ծավալները մեծացնելու համար։ Այսինքն չնայած այն հանգամանքին, որ այդ վերադարձի եւ կամ ընդհանրապես այս տարածքում իբր ինչ որ Արևմտյան Ադրբեջան գոյություն ունենալու փաստը նույնիսկ քննարկել իմաստ չկա, որտեղ դա ամբողջությամբ հակագիտական է եւ հակասում է ճշմարտությանը, այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չափազանց լուրջ է մոտենում այս գործիքին, շատ լավ գիտակցելով, որ դա արհեստածին է, բայց շատ լավ գիտակցելով, որ դա արդյունավետ է։ Հետեւաբար որևէ պարագայում չի կարելի անտեսել Ադրբեջանում եւ Ադրբեջանի կողմից միջազգային տարաբնույթ հարթակներում այս թեմայի արտացման խնդիրներին, դրանք անմիջական վտանգ են պարունակում թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ թե հայության նկատմամբ։ Անդրադառնալով Բաքվի կողմից շրջանառվող ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խնդրին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ օրակարգն առնվազն չի նպաստում խաղաղությանը։ Վարչապետն էլ հավաստիացրել է, թե այդ հարցը փակել են հայերի վերադարձի թեման փակելով։ Որքանով է իրավաչափ ու համարժեք պաշտոնական Երևանի արձագանքը։ Այն հայտարարությունները, որ պարբերաբար արվում են Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք կոչված են հավաստիացնելու, որ թեման փակ է, ամբողջությամբ հակասում է իրականությանը, որովհետև Ադրբեջանով զբաղվող մասնագետները կարող են բերել տասնյակ ու հարյուրավոր ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ցավոք սրտի Ադրբեջանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման իր նաև վերադարձի, այսպես կոմպոնենտով, վերադարձի բաղադրիչով ոչ միայն փակված չէ, այլ ընդհակառակը ամեն օր ընդունում է ել ավելի մեծ, ավելի հիմնավոր եւ ավելի ինստիտուցիոնալ բնույթ։ Եվ սա դրսևորում ունի եւ Ադրբեջանի ներսում եւ Ադրբեջանի տարածքից դուրս։ Պատահական չէ, որ ցավոք սրտի վերջին տարիներին այս արհեստական Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպում են օրինակ Եվրամիության ներկայացուցիչները, իսկ այս Արևմտյան ադրբեջանցիների խնդիրներով սկսում են զբաղվել ՄԱԿ-ի տարբեր դեռևս բարեբախտաբար ոչ այնքան կենտրոնական, բայց այնուամենայնիվ որոշ մարմիններ։ Թեպետ օրերս Երևանում ստորագրված TRIP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում նշվում է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառույթների նկատմամբ, այդուհանդերձ կրկին ընդգծվում է, որ սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկումն իրականացնելու են մասնավոր օպերատորները։ Այս եւ այլ կետերը վերլուծելով կարելի է համարել, որ Ադրբեջանի պահանջները կատարվեցին եւ TRIP-ը գործելու է միջանցքի տրամաբանությամբ։ Ըստ էության այո, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան միջանցք ասելով նկատի ունեին առաջին հերթին հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, այսինքն ճանապարհ, որի կարգավորումները տարբերվում են Հայաստանի մնացած այլ ճանապարհներից։ Եվ փաստացի այստեղ մենք TRIP անվան տակ տեսնում ենք հենց այդպիսի իրավիճակ, երբ որ Հայաստանի A կետից B կետ գնացող ճանապարհը տարբերվելու է Հայաստանի մնացած այլ ճանապարհներից։ Սա ոչ այլ ինչ է, քան հատուկ կարգավիճակ, որը եւ նախադեպ է միջանցքային տրամաբանության
խաղաղության համար։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանում ու Թուրքիայում շարունակում են այդ թվում նաև 2025 թվականի օգոստոս 8-ից հետո այս ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք արեստացին անունով, որը հուշում է, որ իրենց ընկալումը հենց այդպիսինն է։ Իրենք տեսնում են, որ այո, չեն հասել առավելագույնին, որ դա ամբողջությամբ լինի թուրքական վերահսկողության ներքո, ինչպես իրենք էին ուզում անխոչնդոտ ճանապարհային հաղորդակցություն, բայց այնուամենայնիվ նախադեպը ստեղծված է այս պահին, որ երրորդ երկիր լինի այդ ճանապարհի շահարգործման մեջ այս կամ այն կերպ ներգրաված։ Հիմա այս պահին դա Միացյալ Նահանգներն են, վաղը կարող է փոխվել, ասենք Թրամփի վարչակազմը, իր փոխարեն գա մի այլ վարչակազմ, որը հետաքրքրված չլինի Թրամփի ուղին զարգացնելով, եւ օրինակ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ասել նախորդ կարգավորումը ենթադրում էր երրորդ երկրի ներկայություն, հիմա էլ պետք է լինի երրորդ երկրի ներկայություն։ Օրինակ պետք է լինի Թուրքիան, օրինակ այդտեղ պետք է լինեն թուրքական ընկերություններ, որտեղ այդ ճանապարհը ունի ստրատեգիական նշանակություն։ Այսինքն նախադեպը ստեղծված է ցավոք սրտի, եւ այդ նախադեպի հիմքի վրա Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակել են հետագայում իրենց պայմանները փորձել թելադրել այս ճանապարհի համար, որ իրենց համար ներկայացնում է գերրազմավարական նշանակություն եւ ավելին է, քան պարզապես տնտեսական հանգույցը, այն քաղաքական ծրագիր է։ Եվ այստեղ ես մեջբերում եմ Ռաջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիայի նախագահ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Որ երկրներն են շահելու թրիփի գործարկումից, արդյոք այն օգուտ բերելու է Հայաստանի Հանրապետությանը, թե այս նախագծի իրականացմամբ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեման մղվելու է երկրորդ պլան։ Նախ պետք է հասկանալ, որ որևէ սթափ գիտահեն հաշվարկ գոյություն չունի, թե ինչ իրական տնտեսական եկամուտներ կարող է ապահովել այս ճանապարհը։ Ավելին արկա որոշ փոքր հետազոտությունները ցույց են տալիս, որ լավագույն պարագայում Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև թրիփի շրջանակներում կնքված այդ 27-73% համամասնության պահպանման պարագայում տարեկան ունենալու է ընդամենը 10-ից 15 միլիոն դոլար եկամուտ, ընդամենը 10-ից 15 միլիոն։ Խոսքը եթե միայն գումարի մասն ենք խոսում եւ եթե խոսում ենք ընդամենը բեռների անցման մասին, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Թուրքիա եւ Ադրբեջանի համար եւ ընդհանրապես տարածաշրջանի բոլոր դերակատարների համար այս ճանապարհային հանգույցը ճանապարհի մասին չէ։ Այն քաղաքական, աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ նախագիծ է, գեոպոլիտիկ աշխարհքաղաքական հետևանքներով։ Պետք է ծանոթ անել այդ նախագծին, այսպես ընդառաջ գնալուց առաջ, ասենք պայմանական 10-15 միլիոնը եւ այն հնարավոր ռիսկերը, որոնք առկա են։ Իսկ այդ ռիսկերը չնկատել հնարավոր չէ, նույնիսկ անձայն աչքով։ Հետաբար այստեղ շատ դժվար է ասել արդյոք Հայաստանը որևէ բան կշահի թե ոչ, բայց հաստատ կարող ենք ասել, որ Հայաստանը ստանում է խնդիրների նոր փաթեթ, այդ թվում իր անմիջական հարևանների, մասնապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ սա արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Ովքեր եւ ինչպես կարող են զսպել Ադրբեջանի ցավալապաշտական նկարտումները, որ դեպքում հնարավոր կլինի պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է կայուն եւ տևական խաղաղություն։ Այդ երկու հասկացությունները այս տարածաշրջանի համար ստեղծված չեն, պայմանավորված այս տարածաշրջանի առանձնահատկություններով։ Երբ որ քո բոլոր կողմերում պատերազմներ են, հակամարտություններ են, շահերի բախում է եւ այլն, մտածել, որ դու կարող ես լինել խաղաղության կղզյակ ու ոչ մի խնդրեմ չունենալ, հատկապես երբ որ քո երկու հարևաններից մեկը Թուրքիան է, մյուսը Իրանն է, երրորդը Ադրբեջանը, դա մեղմ ասած քաղաքական միամտություն եւ կարճատեսություն է։ Հետևաբար կարելի է խոսել միայն անվտանգային միջավայրի մասին, այլ ոչ թե տևական ու, չգիտեմ, կայուն խաղաղություն ոչինչ չասող արտահայտության մասին։ Հայաստանը անվտանգային լրջագույն մարտահրավերներ ունի եւ այդ մարտահրավերները հնարավոր չէ լուծել ոչ թղթերով, ոչ հնարավոր է լուծել գեղեցիկ փաթեթավորված խոսքերով եւ ոչ էլ միայն ցանկությամբ, որ մենք ունենանք անվտանգություն։ Այդ անվտանգությունը այս տարածաշրջանում հնարավոր է ապահովել բազմաթիվ գործոնների համադրմամբ, բայց այդ գործոններից հնարավոր չէ չառանձնացնել, առաջին տեղում չդնել մեկ կարևորը։ Այն է ռազմական հնարավորությունները։ Եվ Հայաստանը իր ազինված ուժերով պարտավոր է անդադար լինել այդ անվտանգության ապահովման գլխավոր մեխանիզմը։ Չնայած Հայաստանի դեֆակտո իշխանությունները հայտարարում են մի տարօրինակ բան, որ անվտանգության գլխավոր երաշխիքը դա խաղաղությունն է, դա այդպես չէ։ Անվտանգությունը չի աշխատում խաղաղության մասին հայտարարություններով։ Այն բացառապես աշխատում է ուժի գործոնով։